Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, Դարփինյանի ժամն եք դուք լսում FM 106 եւ 5 հաճախականությամբ, կամ դիտում եք մեզ Արմեն Դարփինյանի YouTube-յան ալիքում, լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներից որևէ մեկում, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Ղումարյանն է ինչպես միշտ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, սիրելի Դավիթ, բարև ձեզ, ողջունում եմ։ Սիրելի ռադիո լսողներ, այս հաղորդումը ես սիրում եմ ոչ միայն, որովհետև սա այն հաղորդումն է, որը ես եմ վարում, ես սովորաբար այլ հաղորդում չեմ վարում, ոչ միայն նրա համար, որ սա իմ կարծիքով շատ բովանդակային եւ Հայաստանակենտրոն, հայակենտրոն հաղորդում է, այլ նաեւ նրա համար, որ պարոն Դարփինյանը հաճախ հարստացնում է մեր ռադիոընկերության գրադարանը, այսօր հերթական օրն է, ես շնորհակալ եմ շատ, մի գիրք կա, պիտի խնդրեմ ռադիո լսողներին էլ պատմեք ինչի մասին է։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, շատ ուրախ եմ, որ այս գիրքը լույս տեսավ, ռուսերեն լեզվով կոչվում է Գյումրի, վերնակուլյար Չեռնովը տուֆը, շատ հայտնի ռուս ճարտարապետ եւ ճարտարապետության պատմության մասնագետ պրոֆեսոր Անդրեյ Իվանովն է գրել այս գիրքը, շատ ուրախ եմ, որ այն լույս տեսավ, շատ գեղեցիկ ճարտարապետ Կարեն Բալյանի ուրեմն դիզայնը եւ աշխատանքը ինքնին շատ արժեքավոր է, որովհետեւ ներկայացնում է Գյումրին որպես առանձին մի քաղաքային մշակույթ պարունակող հանրություն, հա, եւ սրա առանձնահատկությունը այն է, որ գիտես, երբ մենք ենք մեր մասին գովաբանական ելույթներ ունենում կամ ներկայացումներ անում, դա մի բան է, վատ չէ դա, երևի պետք է դա անել, բայց երբ օտարն է գնահատում եւ արժեվորում մեր նվաճումները, այդ թվում մասնավորապես մշակութային, ճարտարապետական, գիտես, ինքնության հետ կապված արժեքը, երբ օտարն է արժեվորում, ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է։ Այս գիրքը լույս տեսավ, շատ ուրախ եմ, որ ես կարողացա նաեւ անձնապես մասնակցել սրա թողարկմանը եւ սիրով նվիրում եմ ձեզ Դավիթ ջան եւ գիտես սա նաեւ բան է անպայման կարդա, որովհետեւ սրանում դու եւ ցանկացած ընթերցող կգտնի նաեւ մեր ինքնության հետ կապված հսկայական, ժառանգական եւ նաեւ պարտավորություն պարունակող բաներ, թեզեր եւ խնդիրներ Սիրով նվիրում եմ։ Շնորհակալ եմ շատ, ես էլ սենց բացված կդնեմ մեր հաղորդման ընթացքում ռադիո դիտողներից մի մասը կարող է տեսնել, որ իրենք էլ կարողանան փնտրել քաղաքի գրադարաններում ավելի տհաճ թեմաներին գանք ցավոք սրտի։ Վերջին շաբաթվա իրադարձություններից երևի առանձնահատուկը երկրորդ շաբաթը իրար վրա Հովանավանքում տեղի ունեցող իրադարձություններն են, կարգալույծ եղած նախկին հոգևորական Ստեփան Ասատրյան, եթե ես չեմ սխալվում, աշխարհիկ անունը, Ավազանի անունը, պատարագանում իշխանական էլիտան եւ իր հետ սոցիալիտները մասնակցում են այդ պատարագին, ու մենք շարունակվում է իշխանություն, եկեղեցական իշխանություն կամ եկեղեցի հակասությունը։ Այո, դա վերածվել է հակամարտության եւ ցավոք սրտի գրավում է մեր եւ տեղեկատվական դաշտի եւ հանրության ուշադրությունը։ Ես կարծում եմ, որ մենք լրիվ այլ բաների վրա պետք է ուշադրություն դարձնենք հիմա, որովհետեւ մենք մի ռիստարտի, ազգային ռիստարտի, պետական ռիստարտի անհրաժեշտություն ունենք։ Իսկ ամբողջ ուշադրությունը սևեռված է, թե որտեղ ինչ պատարակ, ով անցկացրեց, ինչու անցկացրեց եւ այլն։ Ամենամեծ վտանգը, որ ես այստեղ տեսնում եմ, դա եկեղեցու հնարավոր պառակտման վտանգն է եւ կհորդորեի հակամարտող տվյալ դեպքում մարտնչող կողմերին եւ եկեղեցու վերնախավին եւ կառավարությանը եւ ղեկավարին կառավարության, որ այնուամենայնիվ իրենց պատասխանատվությամբ իրենք խուսափեին եկեղեցու հնարավոր պառակտման ընթացքից, որովհետև դա ամենադաժան հարվածը կլինի եւ հայ ինքնության եւ հայ պետության եւ հայ եկեղեցու նկատմամբ։ Ցավոք սրտի գործողությունները, որոնք կատարվում են այս եւ այն կողմից, ավելի շատ նպաստում են պառակտմանը, քան թե կանխարգելում են այն։ Մասնավորապես կարծում եմ, որ եկեղեցին խոհեմ չվարվեց, երբ կարգալույծ արեց այդ քահանային։ Անունը կարևոր չէ, գիտես, ինչքան անունը ուրեմն տարբեր եկեղեցականների մենք նշում ենք, այնքան ավելի շատ կարևորություն ենք տալիս։ Հիմա իմ կարծիքով եկեղեցին
ոչ թե պիտի կարգալույց աներ, այլ ուղղակի քններ, խնդիրը հրավիրեր, քննարկեր, եթե եկեղեցու վերնախավը համարում է, որ այդ քահանան ինչ-որ շեղվել է ճիշտ ընթացքից, կարելի էր բերել, դարձի բերել կոպիտ ասած, հա, բայց անմիջապես կարգալույց անել այն էլ հիմնավորումներով, որ նա իր կարոզի ժամանակ խուսափել է կամ չի տվել կաթողիկոսի անունը կամ թե մի առաջնորդի անունը, իմ կարծիքով սա եւ համոզիչ չէ, եւ լուրջ չէ, եւ նորից տանում է դեպի պառակտման, որովհետեւ տես Դավիթ ջան, մենք գրեթե ակնհայտ էր, չէ, որ եթե նրանք արկալույց են անելու, նա պետք է չհամաձայնվի եւ իր գիծը շարունակի, հա։ Ակնհայտ էր նաեւ, որ դրա արդյունքում կարող է պատահի, որ Օհանավանի այդ հրաշագեղ եկեղեցին առանձնանա, չէ, մենք հիմա ինչ ունենք դե ֆակտո, մենք ունենք եկեղեցու վերնախավի կողմից կարգալույց հայտարարված ուրեմն քահանա եւ փաստորեն եկեղեցական տիրույթից առանձնացված մի եկեղեցական հզորագույն շինություն եւ իսկապես սրբատեղի, հա, հիմա ես դու որևէ հայ չի կարող այդ սրբատեղից հրաժարվել, հետո հայտարարություն են անում, որ դա պիղծ է, պղծվում է, բան եւ այլն, պղծվում է Ղարաբաղում, ասենք Արցախում գտնվող հայ եկեղեցիներն են պղծվում, եղբայրներ եւ քույրեր, եկեք դրա մասին մտածենք, այսինքն դրա մասին մենք ահազանգենք, դրա վերաբերյալ կանխարգելիչ գործողություններ իրականացնենք, բայց մենք խոսում ենք, ասենք Օհանավանի պղծման մասին, իմ կարծիքով եւ լուրջ չէ, եւ կառուցողական չէ, եւ նորից եմ կրկնում, սա տանում է դեպի պառակտում։ Ավելին ասեմ, հիմա տես եթե այս գիծը շարունակվի, Օհանավանի եկեղեցուն հիմա հաջորդելու է Թալինի եկեղեցին, Թալինին կհաջորդի 3-րդը, 4-րդը, 10-րդը եւ այլն, եթե այս գիծը շարունակվի։ Այսինքն մենք այստեղ պիտի հակառակը հորդորենք, որպեսզի երկու կողմերն էլ ետ բերեն իրավիճակը եւ թույլ չտան պառակտում։ Սա առաջին իմ կարծիքով ամենակարևոր դրույթն է, որ մենք պիտի ֆիքսենք։ Երկրորդը իմ կարծիքով սխալ է եւ խոհեմ չէ պետության կողմից եւ Փաշինյանի կողմից տվյալ դեպքում փորձել դեմոկրատիզացնել եկեղեցին, հա, որովհետեւ աշխարհի բոլոր եկեղեցիները դրանք փակ համակարգեր են, այնտեղ ասենք դեմոկրատիան կամ օխլոկրատիան չի աշխատում։ Դու կարող ես օխլոսի կամ լավ ասենք ժողովրդի ուրեմն մեծամասնության միջոցով գաս իշխանության եւ վաստակես քաղաքական առաջնորդությունը, բայց հոգեվոր առաջնորդությունը հնարավոր չէ վաստակել օխլոսի կամ դեմոկրատիայի միջոցով, դա չի ստացվում, դա ուղղակի զուր ծախսված ժամանակ է, էներգետիկ ռեսուրսներ են եւ իսկապես ուշադրությունը մեր հանրության շեղվում է երկրորդական խնդիրների վրա, նորից եմ կրկնում, այսօր, այս պահին ամեն օր, ամեն ժամ պղծվում են հայ եկեղեցիները, մեր եկեղեցիները Արցախում, հա, հիմա դրա մասին պիտի մտածենք, դա պիտի թույլ չտանք, դա պիտի կանխարգելենք եւ եկեղեցու կողմից եւ պետության կողմից։ Դա չի կատարվում, այսինքն իմ կարծիքով սա ուղղակի խոհեմ չէ, երբ պետությունը փորձում է ուրեմն դեմոկրատիզացնել, ժողովրդավարացնել եկեղեցին, դա հնարավոր չէ։ Նորից եմ կրկնում, որևէ եկեղեցի աշխարհում ժողովրդավար սկզբունքներով չի ղեկավարվում։ Դրանք բոլորը փակ համակարգեր են։ Երրորդը իհարկե եկեղեցին պիտի նորից ռեստարտի ուրեմն պատրաստ լինի, որովհետև այնուամենայնիվ մենք բոլորս ընդունում գիտակցում ենք, իսկ իշխանությունները ունեն նաև փաստարկներ իմ կարծիքով, փաստագրված, որ եկեղեցին եկեղեցու վերնախավը առնվազն իրեն դիրքավորել է քաղաքական սպեկտրի որոշակի տեղում եւ դրանով իսկ քաղաքականապես հակադրվել է ուրեմն իշխանությունը դուք այդտեղ խնդիր տեսնում այդ պարոն Դարբինյան։ Եկեղեցին, հա, մեր երկրում ինքը սոցիալական ինստիտուտ է ավելի շատ, քան կրոնական կառույց, հա, ինքը շուտ քաղաքական տեսակետ ունի, ինչ որ միտեղ դիրքավորվում է։ Արդյոք այդտեղ աննորմալ բան կա։ Գիտես, եկեղեցին պիտի առաջին հերթին հոգևոր առողջացմանը նպաստի երկրի ժողովրդի եւ ժողովրդականությունը վերականգնի եկեղեցու մեր եկեղեցու գլխավոր խնդիրներից մեկը իմ կարծիքով եւ ոչ միայն թերացումներից նաեւ գիտես սխալներից մեկը կայանում է նրանում, որ եկեղեցին
առավելապես կենտրոնացած է եղել հարուստ հայերի կամ օլիգարխների հետ հարաբերություններ ստեղծելու վրա, քան ժողովրդականություն վայելելու վրա։ Դες մենք դրան անդրադարձել ենք, երբ նորովի օծվեց Էջմիածնի եկեղեցին, այդ ամբողջ արարողությունը ինձ բացարձակապես դուր չեկավ, որովհետև դա մարմնավորում էր սերտաճման, այսինքն ազգային օլիգարխիայի եւ եկեղեցական վերնախավի, այնտեղ հասարակ մարդը կարծես թե չկար, հասարակ մարդուն իրենք սահմանափակել են, հատված էր տրված, սահմանափակել են եւ ես կգերադասեի, որ ենթադրենք, եթե մի $10 միլիոն պետք է հավաքել այդ եկեղեցին վերականգնելու համար, ես կգերադասեի, որ 1 միլիոն հայ 10-ական դրամ կամ 10-ական դոլար, գիտես, տար, քան թե մի հոգին 10 միլիոնը տար եւ իմ կարծիքով այդ սերտաճումը օլիգարխիայի հետ բացարձակապես բացասական դերակատարում ունեցավ եկեղեցու ընդհանուր հեղինակության վրա եւ սա պետք է բացառել։ Հետո հիմա բացահայտ է, որ կառավարությունը եւ կառավարության ղեկավարը վերաբերվում է եկեղեցական վերնախավին որպես անձավոր խմբի։ Սա նույնպես բացահայտ է, այսինքն սա նույնպես դա ասվում է, անտակույց է եւ բացահայտ է։ Եվ եթե այդպես է, ապա հավանաբար ունեն ավելի շատ արգումենտներ, քան այն արգումենտները, որոնք արդեն իսկ նետված են լրատվական դաշտ, կան տեղեկություններ եւ այդ տեղեկությունները ինչ դիլեմա է այսօր ներկայացնում Փաշինյանը։ Փաշինյանն ասում է կամ մենք պետք է գնանք խաղաղության, կամ գալիս ենք ֆորպոստի, հա? Այսինքն երկընտրանքը սա է։ Մենք կգանք դրա մասին կխոսենք, դեռ կզրուցենք, բայց եթե այդպես է, ապա ֆորպոստի կողմնակիցը ստացվում է եկեղեցին է։ Որտեվ քաղաքական դիրքավորումը հենց դա է նշանակում եւ բայց ինչի ենք համաձայնվում Փաշինյանի ասած, որ կամ մենք ֆորպոստ կամ խաղաղությունը կամ մենք ֆորպոստ ենք, այսինքն դա իր թեզն է, չենք մենք իր թեզը անցալում որպես իրականություն ու եկեղեցուն դիրքավորում այդտեղ։ Միայն դա չէ իր թեզը, իր թեզը նաեւ այն է, որ KGB-ի գործակալներ են, այսինքն եկեղեցականները, հա, դա արդեն կոնկրետ ուղղորդում է, դա արդեն կոնկրետ նշանառություն է, որ այսինքն ինչ ֆորպոստի մասին է խոսքը, որտեղի ֆորպոստի եւ որ շահերի սպասարկման մասին է։ Մենք ինչի ենք դրան համաձայնվում, էլի դա ուզում հասկանալ։ Այսինքն ինչի ենք այդ իր չափիչ սանդղակով չափում։ Այսինքն մենք ոչ թե համաձայնվել կամ չհամաձայնվել, մենք կարող ենք պահանջել լրացուցիչ արգումենտներ եւ ես վստահ եմ, Դավիթ ջան, որ այդ փաստերը եւ արգումենտները անպայման կբերվեն։ Հիմա աստիճանաբար է բացվում, այսպես ասած, այդ ուրեմն ընտրություններին մոտ։ Աստիճանաբար է բացվում։ Հիմա հայտնվեց առաջին, ասենք, վիդեո շարքը, երկրորդը կհայտնվի, երրորդը եւ այլ։ Սա լավ բանի չի բերում։ Համար նորից եմ ես հորդորում եւ երկու կողմերին էլ, որ նրանք պիտի ամեն ինչ անեն, որպեսզի եկեղեցին չպառակտվի, որովհետեւ եթե եկեղեցին պառակտվեց, դա պետությանը օգուտ չի, դա պետությանը միայն վնաս է։ Այդ ամեն ինչով հանդերձ, պարոն Դարբինյան, ձեր թվարկածով եկեղեցու խնդիրները, եկեղեցու ներսի խնդիրները եւ այլն։ Այսօր հայրաքելական եկեղեցին բոլոր սոցհարցումներով, բոլոր կողմերի արվող սոցհարցումներով ամենաշատ հարգանք վայելող ինստիտուտն է ու ամենաշատ հարգանք վայելող կառույցն է, այսինքն իր ռեյտինգը կառավարության ռեյտինգից ավելի բարձր է, այսինքն եկեղեցին իրավունք ունի ժողովրդի անունից պահանջել Փաշինյանի հրաժարականը, իսկ Փաշինյանը ժողովրդի անունից իրավունք չունի պահանջելու վեհապարի հրաժարականը, որտեվ մեկը իրականում ներկայացնում է ժողովրդին, իսկ մյուսը 26 թվին կերևա։ Դավիթ ջան, ես կարծում եմ, որ այդ ռեյտինգը վերաբերվում է ոչ թե մայրաթորին որպես կառավարչական կառույց, այդ ռեյտինգը վերաբերում է քրիստոնեությանը որպես հավատքի։ Անշուշտ։ Ես այդպես եմ կարծում, այսինքն ժողովուրդը ինստիտուցիոնալ տեսանկյունից հանդես է գալիս որպես քրիստոնեական հանրություն։ Այս սա է բնականաբար քրիստոնեական հանրությունը որպես այդպեսին մեր մեծագույն արժեքն է։ Ավելին ասեմ քեզ, մեր մեծագույն պաշտպանիչ շերտն է քրիստոնեությունը եւ մենք դրան նույնպես կանդրադառնանք մի փոքր ուշ։ Ես կարծում եմ, որ երբ խոսում ենք ռեյտինգի մասին, հենց դա պիտի նկատի ունենալ, ոչ թե եկեղեցական վերնախավի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը։ Ժողովուրդը վերաբերմունք ունի եկեղեցիների նկատմամբ որպես ամենաարժեքավոր մեր ժառանգությունը, որը որ կա եւ մշակութային, եւ հոգեվոր, եւ
եւ ճարտարապետական, եւ գիտես աշխարհաքաղաքական, եւ ցիվիլիզացիոն որպես արժեք, հա, դրա նկատմամբ ռեյտինգը ոչ թե պիտի համեմատես կուսակցությունների կամ կառավարության կողմից խանդ չեք տեսնում։ Ես խիստ այդ ձեր ամբողջ թվարկած այդ որ ֆորպոստը ԱԱՑ-ի KGB-ի խորհրդային պարկի գործակալները բան այդ ամեն ինչը դեռ ինքը մի հատ այնպես քողարկավորում է ուղակի նրա որ գործող իշխանությունը համարում է որ Ռայխը պետք է մեկ ֆյուրեր ունենա ուստեղ տարածքում ոնց որ Ռայխում ուրիշ մարդ կա ֆյուրերական ամբիցիաներով եւ ֆյուրերական ռեյտինգներով ես տենց տպավորություն եթե դա այդպես դա նու չեմ կարծում որ այդպես է բայց գիտես հիմա խանդոտ ուրեմն ամուսնուն կամ խանդոտ ուրեմն էակին միշտ կա սառը ցնցուղ էլի որ կարելի ընդունել եւ հանգստանալ չեմ կարծում որ պետք է ղեկավարվել դրանով ամենայն դեպս համեմատվել ոչ պետք է հակառակվել վերնախավին եւ մայրաթորին որպես ինստիտուցիոնալ կառավարչական ուրեմն մեխանիզմ կամ ինստիտուտ, հա, ոչ էլ քրիստոնեությանը առավել եւս, որովհետեւ ինչպես կառավարությունը կամ կառավարող մեծամասնությունը հակառակվել քրիստոնեությանը հակառակը, նրանք կարծես թե իրենց ուրեմն բոլոր ճառերում եւ արտասանում են քրիստոնեությունը, դարձել են բոլորը հետևորդ, ուրեմն փաստագրում են իրենց հետևորդությունը, հետևորդ լինելը եւ այլն, չեմ կարծում, որ քրիստոնեական արժեքների նկատմամբ նրանք պիտի ունենան առերևույթ այլ դրսևորում, քան ուղղակի դրանց ենթարկվելը եւ խոնարհվելը քրիստոնեական մեր պատմության առջև։ Առավել եւս որ Դավիթ ես կարծում եմ որ այո քրիստոնեությունը պետք է հանդիսանա մեր պաշտպանիչ կարևորագույն շերտերից մեկը։ Հիմա տես մենք ականատես եղանք երկուշաբթի օրը Ալիևի ելույթի, որը ուրեմն անթակույց կերպով ձևակերպեց ադրբեջանցիների, Ադրբեջանի հերթական ազգային նպատակը։ Նա ազգային նպատակը վերադարձն է, ուրեմն հայաստանյան հողեր, վերադարձն է դեպի ուրեմն հայաստանյան հողեր, որոնք ինքը ուրեմն տերմինաբանության տեսանկյունից նաև ադրբեջանական տեղանուններով է նշում, հա։ Այսինքն ազգային նպատակը ձևակերպված է այլևս, հա, ինչքան էլ մենք ուզենք ասել, որ դա կարևոր չի, լսարանի համար է ասել, ձևակերպված է ազգային նպատակ։ Եվ կարևոր չէ այստեղ նաև պատմական զեղումները կամ աշխարհագրական զեղումները նույնպես կարևոր չեն։ Տապոնիմները եւ նա ձևակերպել է ազգային նպատակ, վերադարձ։ Գիտես, ըստ որում դա ոչ թե որպես հայտարարություն պետք է դիտել, այլ որպես սպառնալիք։ Մենք կվերադառնանք։ Մենք կգանք դեպի դուրսը սպառնալիք, այո։ Մենք կգանք դեպի մեզ սպառնալիք է դա։ Գիտես, ասենք ես ուսանողական ժամանակ մենք մի հարևան ունենք, որը ալկոհոլի հետ լավ սեր ուներ, ասենք դեբոշներ էր իրականացնում անընդհատ, ինձ որ տեսնում էր արդեն Երևանում արձակուրդային շրջանում անընդհատ սպառնում էր, ասում էր, հա, ես մի օր կգամ մի օր Մոսկվա, բայց ես անընդհատ ասում եմ, Աստված ջան, սրանից ոնց ազատվեմ, ես ոնց պաշտպանվեմ, էլի որ չգա։ Հիմա ասենք մեր պաշտպանական միակ եւ հնարավոր շերտը դա քրիստոնեությունն է։ Հասկանում ես ինչպես պաշտպանվենք որ չգան, որտեղ իրենք ասում են կգանք ոչ թե տանկերով կգանք, մեքենաներով կգանք։ Հիմա գիտես ինչ կա, ասենք կարելի է օրինակ արգելել մեքենաներով, ասենք մուտքը Հայաստան, դե ասենք եթե գալիս եք մենակ էշերի վրա կարող եք գալ, անել թարս նստած։ Հա, օրինակ, հա, կարելի է, չէ՞, նման ասենք օրենք մտածել։ Դա ես իհարկե սարկազմի եմ վերացում, բայց պաշտպանիչ շերտեր պետք է ունենալ։ Ուրեմն եւ քրիստոնեությունը ինչու է պաշտպանիչ շերտ, որովհետեւ մենք որպես առաջին քրիստոնյա պետություն եւ հանրություն եւ ազգություն, հա, այսօր մենք տեսնում ենք որ շատ պոպուլար է ամբողջ աշխարհում քրիստոնեությանը պաշտպանելը։ Մենք պիտի շատ ավելի խոհեմ լինենք, շատ ավելի հանդուրժողական լինենք այլ քրիստոնյաների նկատմամբ, Դավիթ, որովհետև մենք չենք կարող, գիտես, վերջին ժամանակներում, վերջին տարիների ընթացքում մենք շատ բացասական վերաբերմունք ենք դրսևորել այլ քրիստոնյաների նկատմամբ, որոնք կան մեզանում։
միանգամից նրանց պիտակավորել ենք որպես աղանդներ եւ կարծես մեր ագրեսիան նրանց նկատմամբ շատ ավելի լուրջ եւ մեծ է եղել, քան մեր վերաբերմունքը նույն ասենք մահմեդականության նկատմամբ, բուդդիզմի նկատմամբ կամ այլ ուրեմն կրոնական ինստիտուտների նկատմամբ եւ կրոնական շարժումների նկատմամբ։ Իմ կարծիքով մենք որպես առաջին քրիստոնյաներ հակառակը պիտի լինենք առավելագույնս հանդուրժողական։ Դուք ում նկատի ունեք, այսինքն ավանդական եկեղեցիներից դուրս եղած եկեղեցիներին, թե ցանկացած քրիստոնյային, դու տես, հիմա ասենք մենք ականատես եղանք անցյալ շաբաթ էր, թե մի շաբաթ առաջ Անգլիկան ուրեմն բանն է եկեղեցին, որը 500 տարի առաջ անջատվել էր կաթողիկ եկեղեցու 500 տարի նրանք կարելի ասել թշնամանքի մեջ էին գտնվում, բայց Անգլիայի ուրեմն թագավորը, որը նախկին այդ բանն էր, Պրինց Չարլզը դարձավ թագավոր Կարլը, հա, Կարլը եւ Ռոմի Պապը համատեղ աղոթք իրականացրեցին, հասկանում ես, սա անգլիկան եւ կաթոլիկ եկեղեցու ուրեմն այլևս նոր ընթացքի մասին էր աղոթումը եւ նա միայն իրենց համար չէր, նա ամբողջ քրիստոնյա աշխարհի համար էր, որ եղբայր եկեք քրիստոնեությանը վտանգ է սպառնում այսօր, իսկապես համաշխարհային վտանգ է սպառնում քրիստոնեությանը, որովհետեւ մեր թվականակը պակասում է, մահմեդականները ուրեմն ավելանում են, աճում են, այսինքն 10, 20, չգիտեմ 50 կամ 100 տարի հետո շատ ավելի վատ է լինելու վիճակը։ Եկեք այսօրվանից խելքի գանք եւ հասկանանք, որ մենք քրիստոնեական եղբայրության եւ համագործակցության առնվազն հանդուրժողականության կարիք ունենք։ Ես մեր եկեղեցու կողմից եւ մեր քրիստոնեության կողմից, առաքելական եկեղեցական քրիստոնեության կողմից այդ հանդուրժողականությունը չեմ տեսնում։ Չկա այդ հանդուրժողականությունը, չի եղել մինչեւ հիմա եւ շարունակվում է հիմա։ Ասենք դրանց նկատմամբ ագրեսիայի դրսևորումը, ես կարծում եմ, որ մենք պիտի շատ ավելի ներառական լինենք որպես քրիստոնյաներ եւ որպես առաջին քրիստոնյաներ, այս քրիստոնեության պաշտպանության դրոշը պիտի վերցնենք։ Անկամ ես տեսնում եմ, որ այսօր արդեն տեսություններ կան նետված դաշտ, որ ինչու ոչ, եթե մենք սահմանադրություն ենք փոխում, եկեք որպես պաշտպանական շերտ հայտարարենք, որ սա քրիստոնեական հանրապետություն է, Հայաստանի քրիստոնեական հանրապետություն։ Կկարողանանք արդյոք դրանով իսկ կանխել, ենթադրենք մահմեդականների հոսքը դեպի այո, որովհետև մենք այսինքն հենց սահմանադրորեն կարելի է ասենք տեսակարգշիռը սահմանափակել, քանի որ սա երկիր է, որը կոչված է եւ առաքելություն ունի քրիստոնեությունը տարածելու եւ քրիստոնեությունը պաշտպանելու եւ որը գտնվում է շատ անբարենպաստ շրջապատում, քրիստոնյաների համար շատ անբարենպաստ շրջապատում ենք մենք գտնվում, շիի մուսուլմանական, այո, միջավայրում ենք գտնվում եւ որպեսզի մենք կարողանանք եւ պաշտպանենք եւ տարածենք եւ մեր առաքելությունը իրականացնենք, ինչու ոչ կարելի է սահմանափակել նաեւ սահմանադրության տեսանկյունից։ Նորից, այսինքն սա որպես ոչ թե առաջարկ, որպես քննարկման թեմա, այն ինչպես մենք պաշտպանվենք, որովհետեւ եթե մենք ասենք, որ չէ, դա խաղաղությանը չի նպաստում, սա այլ խոսույթ է, որը հիմա դες տեսնում եմ, ասենք, տարբեր տեսակի մեկնաբանությունները Ալիևի այդ ուրեմն ազգային նպատակի ձևակերպման, նորից եմ կրկնում, սա ուղղակի բառեր չեն, դա ազգային նպատակի ձևակերպում, որ մենք կգանք, մենք գալու ենք, հա, պետք է պաշտպանիչ շերտեր ունենք, անկեղծ ասած, ունենք երկու պաշտպանիչ շերտ ընդամենը։ Քրիստոնեությունը որպես առաջնային եւ ժողովրդավարությունը, դեմոկրատիան որպես երկրորդ, հա, հիմա ակնհայտ է, որ մենք այսօր ունենալով այս տեկտոնիկ շրջադարձի իրողությունը, մեր երկիրը ազգը պետությունը տեկտոնիկ շրջադարձ է իրականացնում մի պաշտպանական համակարգից եւ աշխարհակահաղական մի ուրեմն բանից իր դիրքավորումից դեպի այլ դիրքավորում, մենք սա տեսնում ենք, սա տեկտոնիկ տեղաշարժ է։ Բնական է, որ այս տեկտոնիկ տեղաշարժի պարագայում ռեպրեսիվ մեխանիզմները պետության ներսում պիտի ակտիվանան, բնական է սա, որովհետև եթե դու իրականացնում ես այդ տեղաշարժը, դու պիտի նաև եւ պաշտպանես եւ մենք տեսնում ենք, որ ռեպրեսիվ մեխանիզմները ակտիվանում են։ Ես դա չեմ արդարացնում, ես ընդհանրապես ասում եմ, որ դա պայմանավորված է այս տեկտոնիկ տեղաշարժի լրջությամբ, որովհետեւ կարող է այդ ռեպրեսիաները հասնեն նրան, որ տակը պետություն չմնա, պարոն Գալփինյան։
Կարծում եմ, հա, որտեղ կարծում եմ գիծն անցնում ենք, էլի մենք։ Ամեն ինչ էլ հնարավոր է, Դավիթ։ Մենք ունենք, եթե շանս ունենք, ապա այդ շանսը 10-15% շանս է։ Պիտի կարողանանք այն աստիճան խոհեմ լինել, որ այս ժամանակահատվածը անցնենք հնարավոր մինիմալ, ուրեմն փորձանքներով եւ կորուստներով։ Այս այնուամենայնիվ ես տեսնում եմ, այսինքն նորից դեմոկրատիայի ժողովրդավարության նկատմամբ մենք կտեսնենք հաջորդ տարվա համապատասխան զեկույցները կլինեն եվրոպական եւ ամերիկյան, մենք կտեսնենք, որ այնտեղ անպայման արձանագրված կլինի, որ Հայաստանը ուրեմն ետ քայլ է իրականացրել ժողովրդավարության մեջ։ Դա ես չեմ կարծում, որ շատ վտանգավոր է, եթե կարողանանք այս տեկտոնիկ, այսպես ասած, շրջադարձը իրականացնենք մինիմալ կորուստներով։ Հիմա ինչ է նշանակում շրջադարձը։ Մենք Ալիևը անթակույց կերպով ներկայացնում է 3 նախապայման մեզ, հա? Նախապայման համար 1 անխոչնդոտ ճանապարհ։ Եվ դա ինչքան էլ որ մենք ասենք, որ այնտեղ ինչ-որ էլեկտրոնային համակարգեր են, այո, այլն, բասա։ Վարշավայի օդանավակայանում բա տեսել եք ոնց է դա աշխատում։ Սա ինչքան էլ որ մենք ասենք, դա ոչ մեկին հետաքրքիր չէ։ Նրանք ուզում են ուղղակիորեն անցնեն մեր տարածքով եւ չունենան որևէ սահմանափակում դրանում։ Հիմա ինչ ունենք մենք դրան հակադարձելու այսօր գետնի վրա։ Մենք ունենք հայ-ամերիկյան կոնսորցիումի ստեղծման գաղափարը, որը ինչ որ չափով պիտի մեղմի այս ամբողջ ուրեմն ընթացքը։ Կոնսորցիումը դեռևս չի ստեղծվել, գործելա կարգը մշակված չի, անհասկանալի է այստեղ, ուրեմն մենք ասում ենք մի բան, ադրբեջանցիներն ասում են տրամագծորեն հակառակ բան։ Ուրեմն այստեղ արագացնել է պետք այդ բոլոր մեխանիզմների ստեղծումը։ Եթե կոնսորցիում ենք ստեղծում, ուրեմն դա պիտի արել մի օր շուտ, մի ժամ շուտ, հնարավոր քան մի ժամ ուշ։ Շաբաթների մասին ենք խոսում, պարոն Դավիթ։ Օգոստոսի 8-ին խոսում էին, որ հեսա Ամերիկայից մարդիկ գալիս են, անում են, դնում են եւ այլն։ Ես չի ասի, որ դա հեշտ գործընթաց է, որովհետեւ ամեն դեպքում մենք տեսնում ենք նաեւ Թրամփի, այսպես ասած, տրամադրության վայրի բերումները եւ զբաղվածությունը։ Այսինքն նույնպես փոփոխական է, շատ փոփոխական է, բայց այո, դժվար է, շատ դժվար է, այսինքն այդ համաձայնությունը կյանքի կոչել, ինչ որ մի մեխանիզմ մշակել, որը կարող է հանդարտել այս ամբողջ process-ը, մենք հստակ պատասխան պիտի ունենանք հետևյալ հարցի, այսինքն լուծում, ոչ թե պատասխան։ Մենք պիտի ցանկացած մեքենայից եւ ցանկացած ուրեմն երկաթգծով շարժվող բանից, շարժակազմից մենք պիտի գումար ունենանք որպես պետություն։ Մենք պիտի ստանանք դրա, այսինքն դրա դիմաց գումար։ Ինչքան պիտի լինի, ինչպես ենք մենք հաշվարկում, այդ գումարը ուրեմն ինչպես ենք վերցնում։ Ոնց է լինելու, հա։ Ինչն ենք ստուգում, ինչպես ենք ստուգում, ինչ ժամանակապակումներ ենք կիրառում որպես պետություն։ Սա նույնպես պիտի շատ հստակ լինի, շատ հստակ եւ համաձայնեցված։ Եվ այստեղ դա պաշտպանիչ շերտը հենց այդ ամերիկյան կոնսորցիումի, այսպես ասած, ստեղծումն է։ Երկրորդը սահմանադրության պահանջն է։ Այո, նախապայման է դա, ասենք ինչքան էլ մենք ասենք, որ դա մենք ենք ուզում, մենք իսկապես ուզում ենք։ Այն ժամանակ մենք ուզում ենք։ Մենք իսկապես ուզում ենք, Դավիթ, մենք իսկապես պիտի բան փոխենք, մենք իսկապես պիտի ուրեմն այդ թափ տանք մեզ, էլի, եւ սահմանադրությունը իսկապես նոր սահմանադրություն է պետք հատկապես նորից եմ կրկնում, օրինակ քրիստոնեության էլեմենտը այնտեղ շատ ավելի ուժեղացնել։ Մենք ինչ ունենք, մենք գործող սահմանադրությունում ունենք ընդհանրապես առաքելական եկեղեցուն առանձին կարգավիճակ տալու կարևորությունը։ Թեզ ունենք ընդհանրապես, հա, եւ ունենք հավատքի ազատություն, կրոնների բոլոր կրոնների ուրեմն կրոնական կազմակերպությունների համար ազատություն եւ նման ինչ-որ բան ունենք, ձևակերպում ունենք, հա, հավատքի ազատություն։ Դա բավարար չի։ Ես կարծում եմ, որ մենք պիտի անպայման շեշտենք մեր քրիստոնյա լինելը, մեր քրիստոնեական առաքելությունը անպայման պիտի շեշտենք, հիմա դնենք այնտեղ սահմանափակում ազգաբնակչության տեսակարգի թե ոչ, դա էլ քննարկելու խնդիր է։ Արդյոք դա տեխնիկապես հնարավոր է, պարոն։ Ինչու՞ ոչ։ Այդ սահմանափակումը Ինչու ոչ։ Սա առավելապես քրիստոնեական հանրություն է,
որտեղ թույլ չի տրվում, ասենք, այլ ավելի առավել քան 10-15% այլ ոչ քրիստոնյա, որտեղ ինչու ոչ, դա կարող է սահմանադրությամբ ամրագրվել, եթե մենք իսկապես ռասիզմ չի ընկալվելու, դա ինչպես գիտես, չի ընկալվելու, որտեղ մենք հալածվել ենք, մեր նկատմամբ ցեղասպանություն է գործվել, ուրեմն մենք այն ժողովուրդն ենք, որը վերցրել է իր վրա այդ առաքելությունը. Այո, վաղուց է վերցրել, շատ վաղուց է վերցրել, ընթացքում նաև կորցրել է այդ առաքելությունը, բայց պատրաստ է վերականգնելու այսօր, հա, սա լուրջ քննարկման առարկա է, որովհետև նորից եմ կրկնում, ես այլ արգումենտ դիմակայելու, ուրեմն ադրբեջանցիների ներխուժմանը, քան քրիստոնեական արժեքների առաջ տանումը, առաջ խաղացումը, ես դեռ չեմ տեսնում, ավելի լուրջ բան չեմ տեսնում, հա, սահմանադրությունը, հա, եւ իհարկե, այո, այդ վերադարձը ինչպես ենք մենք կանխում, ասենք ասում են, դες մի կողմից Ադրբեջանը ներկայացնում է ազգային նպատակ վերադարձի, Հայաստանի պատասխանը այն է, որ իրատեսական չէ մեր վերադարձը Արցախ։ Այդտեղ ուրիշ խնդիր կար դու դրան որ հասանք, այդ միջազգային միջոցառումը որ տեղ ունեցա, ԵԽՎ-ի նիստներ ներողություն եմ խնդրում, եթե կսխալվում։ Եվրոնեստի երևի։ Եվրոնեստի, հա, Արման Եղոյանը կարծես թե ասել է, որ մենք պաշտոնական պահանջ չունենք Ադրբեջանից արցախցիների վերադարձի։ Ինքն Դե դրանով փորձում են մեղմել, հասկանում ես, դրանով փորձում են մեղմել ադրբեջանցիների նկրտումները հետ գալու, հետ վերադարձը։ Բացարձակ չի մեղմվում։ Հա, չի մեղմվում։ Հիմա ասենք ընթացքի մեջ կտեսնեն, որ չի մեղմվում, կհրաժարվեն այդ թեզից իմ կարծիքով։ Որտեղ անիմաստ է, այսինքն եթե դու չես պահանջում, նրանք միևնույն է գալիս են, դու ինչ որ մի ձևով դիմակայես դրան, հա, այսինքն կարծում եմ, որ այդ հորդորները կամ խաղաղությունը, բան, եկեք մենք ինչ որ զրոյական կետից սկսենք, եկեք սկսենք օգոստոսի 8-ից եւ այլն, դե տեսնում ենք, որ չի սկսում։ Այսինքն մենք պատմական Հայաստան եւ իրական Հայաստանի մեջ նախընտրում ենք իրական Հայաստանը, այլև այսօր պատմական Ադրբեջանն է նախընտրում, այսինքն իր համար գերակայությունը պատմական Ադրբեջանն։ Ռեգիոնը տենց է տեսնում։ Հա, եւ տեսնում է իր ուզած կետից, իր ուզած ժամանակահատվածի համար, իր ուզած ձևով, հասկանում ես, հիմա ասենք, սրան պետք է ինչ-որ ձևով դիմակայել։ Իմ կարծիքով դա քրիստոնեություն, ես այլ գիտես, հիմա հաջորդ թեզը, օրինակ, հա, բյուջետային քննարկումների ժամանակ Փաշինյանն ասաց, որ մեր բանակը պիտի լինի ոչ թե մարտունակ, այլ պաշտպանունակ։ Հա, հիմա ինչ է նշանակում պաշտպանունակ։ Հիմա դրոնը, չէ, հարձակողական զենք է, չէ։ Չունենանք։ Հիմա պետք է չունենանք դրոն։ Կամ պաշտպանունակը հետևյալն է, որ դու պետք է ունենաս ինչ-որ մի բան, որով այն աստիճան խոցելի պիտի դարձնես քո հակառակորդին, որ նա ուղղակի հնարավորություն կամ նկրտում կամ մտածմունք չունենա, որ քո վրա հարձակվի, հա, որն է լինելու մեր։ Այդ մարդը քանի որ բանակում չի ծառայել, ռազմական գործից չի հասկանում, ինչ-որ տենց տերմիններ կա, որ ինքը ինչ-որ սխալ է անցալում կամ adekvat չի ընկնում։ Դավիթ ջան, ցավոք սրտի ռազմական գործից հասկացողներից էլ մենք առանձնապես խեր չստացանք, հասկանում ես։ Համաձայն եմ։ Նրանք ովքեր համարվում են, որ ռազմական գործից բան են հասկանում, նրանք ձախողեցին այս 44 մենք համարում ենք, որ իրանք հասկանում են։ Մենք էլ ենք տենց համարում։ 44 օրյա պատերազմը ձախողեցին ռազմական գործից հասկացողները, կարծես թե, հա, դա համար հիմա բան չանենք, այս կողմենքով չմեղադրենք բոլորին, բայց ունենք իրողություն։ Մենք գիտես ժամանակին, երբ մենք ես մասնակցել եմ, թե չեմ սխալվում, որ թվականներ 18, չէ, ավելի շուտ էր, երբ ռազմական շքերթ էր եւ այդ առաջին անգամ Իսկանդերները եկան ուրեմն հրապարակ, հայտարարվեց բան։ Լեգենդար Իսկանդեր, երկու Իսկանդեր եկան հրապարակ, իմ գոնե պատկերացումը է, մենք քննարկում ենք այդտեղ, ասենք, կանգնած մի քանի հոգով, որն է սրա նպատակը, համարում ենք, որ դրա նպատակը այն է, որ Ադրբեջանը պիտի վախենա, որ մենք ցանկացած պահի կարող ենք Իսկանդերով խփենք, ասենք, նավթամուղին եւ գազամուղին եւ ուղղակի ձախողենք դրանց աշխատանքը։ Այսինքն դա իսկապես կարող էր ունենալ զսպման զենք։ Այո, հա, բայց իրականությունը այն էր, որ դա որպես բուտաֆորիա էր մեզ տրված, այսինքն մենք չկարողացանք օգտագործել, մենք չունենք այդ հնարավորությունը օգտագործելու, այդպես էլ չբացահայտվեց հիմա այդ, ասենք, այդ ինչ եղավ, վերջո այդ Իսկանդերը, 10% կրակելը ինչի մասին էր եւ այլ,
բայց այդ չգիտեմ, այդ Իսկանդերը մենք պիտի ասենք մեր գրպանում ունենանք, ինչ որ մի Իսկանդեր պիտի ունենանք, ո՞րն է լինելու դա, որովհետև դա պիտի լինի զսպող մեխանիզմ։ Այդ զսպող մեխանիզմը չի կարող լինել միայն պաշտպանունակության մեջ։ Դու ունենաս հարձակողական հնարավորություններ, որ զսպես, հասկանում ես, հիմա իմ կարծիքով այդ թեզը ճիշտ չէ։ Խաղաղություն կամ ֆորպոստ այդ թեզն էլ ճիշտ չէ իմ կարծիքով, որովհետև գիտես ոնց, ասենք ֆորպոստն էլ է խաղաղություն ապահովում, էլի, այսինքն խաղաղություն թե ֆորպոստ կարելի է հետևյալ կերպ թարգմանել, էլի, խաղաղություն ինչ գնով, արժանապատվության, ուրեմն զոհաբերման գնով, թե ինքնիշխանության եւ սուվերենիտետի զոհաբերման գծով։ Իմ կարծիքով ռուսներն ասում են օբը խուժը, հա, երկուսն էլ ավելի վատ են, հա, այսինքն թե արժանապատվությունը զոհես, թե ինքնիշխանությունը զոհես սուվերենիտետը, երկու դեպքում էլ մենք պարտվում ենք, այսինքն դա ճիշտ թեզ չէ, խաղաղություն թե ֆորպոստ։ Մենք պիտի գտնենք մեխանիզմը, բանալին ալգորիթմը, խաղաղությունը արժանապատվության դրսևորումով իրականացնենք։ Բնականաբար, գիտես, եթե երկրները, որոնք ենթադրենք միավորում են տարբեր տեսակի բլոկերում, նրանք իրենց սուվերենության որոշակի հատվածը զիջում են, որովհետև հասկանում են, որ դրա դիմաց ստանում են ուրեմն պաշտպանություն, հա։ Հիմա ես դեռ չեմ տեսնում, որ մենք ինչ որ մի համակարգում կարող ենք մեզ այսօր դիրքավորել, որը ապահովի մեր անվտանգությունը եւ խաղաղությունը մեծ հաշվով։ Ես դեռ դա չեմ տեսնում, որովհետեւ բացառվում է, որ մենք լինենք ՆԱՏՕ-ի ուրեմն մեջ եւ բացառվում է, որ մենք շարունակենք ՀԱՊԿ-ի հետ մեր աշխատանքները, որովհետեւ ինչպես մենք տեսանք, դե ՀԱՊԿ-ի երկրների ճնշող մեծամասնությունը Ադրբեջանի եղբայրներն են։ Իսկ Ռուսաստանը նեյտրալ է այդտեղ եւ մեր նկատմամբ Բավոր նեյտրալ է, պարոն Դարբինյան։ Մեր նկատմամբ նեյտրալ է, հա։ Ես կարծում եմ ինքը ավելի շատ էս հարցում են կողմում է։ Դե, հիմա Ну հա, մեր նկատմամբ նեյտրալ է, նեյտրալ բացասական համարենք, լավ, նեյտրալ բացասական մեր համար։ Այսինքն ես չեմ տեսնում, որ մենք բլոկերից որևէ մեկում կարող ենք տեղավորվել։ Մնում է մի բան, որ մենք այդ պաշտպանունակություն ասածը, ուրեմն հարձակողական ինչ-որ զենքով կարողանանք ապահովենք, այլապես ես չեմ տեսնում։ Մեկ եւ երկրորդը իհարկե դիվանագիտական, միջազգային, հսկայական ջանքեր է պետք գործադրել եւ այստեղ իհարկե ես կկարևորեի նաեւ մեր Սփյուռքի ուրեմն ուժեղացումը։ Այսօր Սփյուռքը ամլացված վիճակում է եւ որևէ կերպ մեզ չի կարող օժանդակ լինել։ Ես ցավում եմ դրա համար, այս բոլոր մեր ներքին ուրեմն այս process-ները նույնպես չեն նպաստում, որ Սփյուռքը միահամուռ կերպով մենք խնդիր դնենք Սփյուռքի առջև, որ Սփյուռքը կարողանա այդ խնդիրները լուծել եւ այդ վստահության դաշտը պիտի նորից ուրեմն վերաստեղծել։ Բյուջետային քննարկումներից ինչ ինձ դուր եկավ, որ վերջապես մենք երևի 20 տարի խոսում ենք պարտադիր ապահովագրության մասին, առողջապահական ոլորտում։ Առաջին անգամ կարծես թե արդեն հրապարակվեց, որ 26 թվականից սկսվելու է այդ գործընթացը, մինչև 28 թվական բոլորին ապահովագրելու են, իսկ 26-ից, եթե չեմ սխալվում, արդեն թոշակառուներն են ամբողջապես ապահովագրվելու։ Դա լավ նախաձեռնություն է, դա չի կարող վատ։ Եվ հուսանք, որ կստացվի, այսինքն, այդտեղ իրավական պրակտիկան էլ է, էլի։ Ոչ միայն իրավական պրակտիկան, դա իհարկե մեծ ծախսերի հետ է կապված։ Ընդհանրապես առողջապահական ոլորտը մեծ ծախսեր է պահանջում եւ եթե մենք գնում ենք պարտադիր ապահովագրման, մենք պիտի հասկանանք, որ դա նաեւ մեր հաշվին, մեր աշխատանքի հաշվին, մեր նվիրումի հաշվին պիտի իրականացվի, այնուամենայնիվ այսօրվա բյուջետային եկամուտները եւ կառուցվածքը թույլ են տալիս, որ դրա մասին հայտարարվի եւ այդ process-ը սկսվի 2026 թվականից։ Այդտեղ ես անկեղծ ասած միակ դրական բանը, որ կուզեի ընդգծել դա է։ Իհարկե մենք ժամանակին խոսել ենք տես ասենք մի բան է, եթե դու ռազմական ծախսեր ես իրականացնում պատերազմական իրողության մեջ, երկրորդը երբ դու ունես թվացial խաղաղություն, բայց ես ուզում եմ շեշտել, որ մենք այդ խաղաղությունը դեռևս չենք վաստակել, մենք այդ խաղաղությունը պիտի վաստակենք, դրա համար նորից եմ կրկնում, մեզ պետք են ռազմական արգումենտներ։
40 րոպեն անցել ենք։ Դե ուրեմն սահմանափակվենք սրա։ Հա, հաջորդ թիվ կշարունակենք, հաջորդ շաբաթ սիրելի ռադիոլսողներ նորից քննարկելու ենք մեր տեսանկյունից, հայկական տեսանկյունից իրադարձությունները։ Դավիթ Խումարյանն էր երկրորդ խոսափողի մոտ, առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ պրոֆեսոր Արմեն Դարփինյանն էր, կհանդիպենք։